Սիրելի ժողովուրդ, բարև ձեզ, մենք շարունակում ենք տեղական ինքնակառավարման մասին հարցազրույցների մեր շարքը եւ հիմա հյուրընկալվել ենք Վանաձորում, շնորհակալություն Վանաձորի համայնքապետարանին այս սրահը մեզ հարցազրույցի համար տրամադրելու համար եւ շնորհակալություն մեր հյուրերին Վանաձորի ավականու անդամներին Նոնա Հովհաննիսյանին եւ Լիլիթ Հովսեփյանին այս մեր հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Ինչ կա չկա Վանաձորում վերջին նիստը երբ է եղել ձեր։ Շնորհակալություն պարոն Բաղսեղյան հարցազրույցի համար։ Մենք վերջին նիստը իրականացրել ենք մարտ ամսին եւ ի պատիվ մեր ավականում մենք կարողացել ենք ապահովել քվորում եւ համայնքային բազմաթիվ կարեւոր խնդիրների վերաբերյալ կայացրել ենք որոշումներ, որոնց արդյունքները մեր քաղաքացիները այս տարվա ընթացքում շոշափելիորեն կզգան։ Խնդրեմ Լիլիթ։ Նախ շնորհակալ եմ պարոն Բաղսեղյան հրավերի համար, ինչպես նշեց գործընկերս, այո մարտ ամսին մեր համայնքում ավականու նիստերը կայանում են արտահերթ կարգով, այդ իսկ պատճառով նիստերի քանակը սահմանվածից շատ ավելի քիչ է։ Այդ իսկ պատճառով կուտակվում են բազմաթիվ խնդիրներ, որոնք յուրաքանչյուր նիստի ավելի մեծ, ավելի ծավալուն օրակարգի շրջանակներում փորձում ենք լուծում տալ։ Հայտնի է Վանաձորի ավականու գործունեության հետ կապված խնդրեմը, համայնքապետ ընտրելու հետ կապված խնդրեմը, հիմա չեմ ուզում այդ ամբողջը քանդել հանել, ինձ ավելի շատ հետաքրքրում է ձեր եւ մյուս կանանց ներգրավվածությունը ավականու կազմում, Գյումրիում եւ Վանաձորում ավականին համամասնական սկզբունքով սկսեց ընտրվել 16 թվականից, Երևանում դա 2009 թվականից էր, իսկ արդեն ավելի ուշ 21-22 թվականներին Հայաստանի բոլոր այն համայնքներում, որտեղ 4000-ից ավելի ընտրողներ կային, սկսեցին ավականին ընտրել համամասնական ընտրակարգով, կանանց ներկայությունը առնվազն ցուցակներում պիտի լիներ 30% եւ այլն։ Գյումրի եւ Վանաձորը եւ ելի մի շարք համայնքներ այս իմաստով ինչքան ես հիշում եմ խնդիրներ չեն ունեցել, էլի, հա, կանանց տուն ուղարկելու նման բան եղել է Վանաձորում։ Դուք ներսից եք, հա, որ կանանցից ազատվենք, կանանց տուն ուղարկենք, տղամարդկանցով հավաքվենք, նման բաներ եղել են Վանաձորում, հիշում եք։ Ես նման դեպք չեմ մտաբերում, մեր խմբակցությունը օրինակ բաղկացած է 9 անդամից, որոնցից 4-ը կին են, 9 անդամների նկատմամբ կա շատ դրական վերաբերմունք եւ մենք մշտապես զգում ենք մեր գործընկերների եւ մեր քաղաքական ղեկավարության աջակցությունը Քաղաքացիական պայմանագիր խմբակցության մասին է խոսքը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության մասին է եւ ինչպես տեղյակ եք, նաեւ կառավարության վարած քաղաքականությունն է, որ նպաստում է կանանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը, այն կանանց նկատմամբ, ովքեր որ քաղաքական ակտիվ գործունեություն են ծավալում, Վանաձոր համայնքը բացառություն չէ եւ ես նկատում եմ նաեւ, որ մյուս կանայք եւս, ովքեր որ քաղաքականությամբ են զբաղվում, արժանանում են դրական վերաբերմունքի մեր հասարակության կողմից, խտրական ես որևէ դրսևորում ինքս չեմ նկատել։ Մեր խմբակցության մասով ասեմ, ապրելու երկիր խմբակցության այո համահիմնադիր նախագահ Հանդիսանում է Մանեթ Հանդիլյանը, ով նպաստում է, աջակցում է կանանց ներգրավվածությանը եւ սոցիալական եւ քաղաքական տարբեր միջոցառումներում առհասարակ ակտիվացնում է որպես քաղաքական գործիչներ, որպես սոցիալական անձեր, ինչ վերաբերում է մեր համայնքին, մեր համայնքապետարանին, մեր գոլեգաներին, ես նույնպես խտրական վերաբերմունք չեմ տեսել եմ խտրական վերաբերմունք դրական իմաստով, այսինքն որպես ավականու անդամ եւ ձայնը մեր լսելի է եւ աշխատանքային process-ում կանայք մենք մեզ կարևորված ենք զգում որպես այդպիսին խոչընդոտ դրական վերաբերմունքի բացակայություն երբևիցե ես նույնպես չեմ տեսել։ Հա, իսկ առաջին անգամ եք առաջադրվել, թե նախկինում եք եղել ավականու անդամներ։ Ես զբաղվել եմ մասնագիտական գործունեությամբ շուրջ 12 տարի, սոցիալական ոլորտում եմ աշխատել, քաղաքական դաշտում առաջադրվել եմ առաջին անգամ։ Տնեցիք ընկերներ, ընկերուհիներ չասացին, ինչ գործուն եք այ մարդ։ Քաղաքական դաշտում հայտնվել եմ իմ ամուսնու պատճառով եւ շնորհիվ, որի հետևանքով մենք հետագայում ամուսնացել ենք, ունեցել ենք քաղաքական հարսանիք, այսպես ասված, այնպես որ միայն աջակցություն եւ միայն դրական տրամադրվածություն եմ իմ մասով ես տեսնում։ Նոնայի մասով։
Ոչ, ես ինքս էլ չեմ բախվել որևէ խնդրի ընտանիքում, ընդհակառակը իմ ընտանիքը, իմ ամուսինը մշտապես ինձ աջակցում են, հիմա էլ իմ քաղաքական գործունեության ընթացքում ես գիտեմ, որ կան մարդիկ, ում հետ ես կարող եմ նաև խորհրդակցել, ովքեր մատնացույց կանեն իմ սխալները, ովքեր ինձ ավելի ճիշտ ուղղություն ցույց կտան, ովքեր ինձ կաջակցեն, ուստի այդ առումով ես ինձ համարում եմ բախտավոր մարդ։ Շնորհակալություն, ստացվել է այնպես, որ դժբախտաբար ավականու նիստերը Վանաձորում անցած 4 տարիների ընթացքում 4-5 երևի 6 նիստ եք ունեցել, ոչ ավելին, եւ բուրըն գործունեության հնարավորություն կարելի ասել չի եղել։ Այնուամենայնիվ ձեր նախաձեռնությունները որոնք են եղել, որպես ավականու անդամներ, ինչ որ նախաձեռնություններով հանդես եկել եք, տարեկան աշխատանքային պլան է, ես իմ հնգամյա զարգացման ծրագրի մշակման կամ գաղափարների ներմուծման հետ կապված ինչ որ մտքեր, որոնք անձամբ դուք եք հեղինակել։ Կասեք, հա։ Այո, ճիշտ եք, թերևս դե ֆակտո երևի թե վերջին 3 տարիներին մեզ մոտ յուրահատուկ իրավիճակ է, սակայն մենք կարողանում ենք արտահերթ նիստերի միջոցով ընդունել որոշումներ մեր համայնքի եւ համայնքի բնակիչների համար։ Այս պահին կարող եմ մտաբերել վերջին նիստում իմ առաջարկությունը, ես առաջարկել եմ 4 եւ ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների բոլոր երեխաներին ազատել մանկապարտեզի վարձից եւ իմ առաջարկը պետք է հաջորդ նիստի մինչեւ հաջորդ նիստը դրվի քննարկման եւ ես հուսով եմ որ մենք կկարողանանք այդ առաջարկն անցկացնել մեր գործունեության ընթացքում մեր խմբակցությունը բավականին ակտիվ է եւ ակտիվ շփումներ ունի քաղաքացիների հետ։ Մենք իրականացնում ենք քաղաքացիների ընդունելություններ, իրականացնում ենք նաեւ բակայցեր, հետամուտ ենք լինում քաղաքացիների խնդիրների լուծմանը, ուղղորդում ենք, աջակցում ենք եւ երբեք բնակչի հետ մեր կապը չենք կտրում։ Ինչ վերաբերում է նիստի օրակարգին, ապա այո, մեր խմբակցությունը մինչեւ նիստը քննարկումներ է ունենում բաժինների ղեկավարների հետ, աշխատակազմի ղեկավարի հետ, մենք եւս մեր դիտարկումներն անում ենք օրակարգի հետ կապված, աշխատանքների հետ կապված, սակայն այս պահին հանձնաժողովներ ստեղծված չեն, պայմանավորված Վանաձոր համայնքում ստեղծված յուրահատուկ իրավիճակով, չնայած դրան էլ մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր ներգրավվածությունը աշխատանքներին ապահովենք։ Իսկ այդ ձեր նախաձեռնությունը ինչ կարժենա Վանաձորի բյուջեի վրա, այսինքն եթե 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքները մանկապարտեզի ուսման վարձը չեն վճարելու, մոտավորապես ինչ ծախսի մասին է, ունեք հաշվարկած։ Ֆինանսական բաժինը այս պահին իրականացնում է հաշվարկը եւ այն բանից հետո, երբ որ հստակ փաթեթը պատրաստ կլինի, դա կդրվի մեր քննարկմանը, ուստի կդժվարանամ ասել, տվյալը դեռևս մեզ չի փոխանցվել։ Այսինքն եթե բյուջեն հնարավորություն ունենա, այդ գումարի չափով պիտի լրավճարանի, որպեսզի ծնողները չվճարեն ուսման վարձը, ճիշտ հասկացա ես, հա։ Այո։ Շնորհակալություն, Տիկին Հովսեփյան, դուք որևէ նախաձեռնություն ունեք, այո, որպես այդպեսին ես փորձում եմ իմ հմտությունները իրացնել ավելի շատ մասնագիտական դաշտում, կխոսեմ այդ մասին, բայց ուզում եմ խոսել վերջին նիստին մենք ունեցանք համայնքային ծառայողների եւ համայնքային հողակների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում 30%-ով առաջին նիստից, որ ես ներկա եմ եղել, որոշում կայացվեց։ Այո, որոշում կայացվեց եւ ապրիլ ամսվանից մեր աշխատակիցները պետք է վարձատրվեն արդեն բարձր աշխատավարձով, ես կարևորում եմ աշխատակցի գնահատված լինելը։ Ներողություն բյուջեն տեղ ուներ, որպեսզի Այո, մենք ունենք հավաքագրման աննկարագրելի բարձր ցուցանիշներ Վանաձոր համայնքում վերջին 2 տարիների ընթացքում եւ բնականաբար հնարավորություն կար եւ հնարավորությունից օգտվելով նաեւ իմ գոլեգաների քվեարկելու համաձայն լինելու շնորհիվ մենք ունեցանք 30% աշխատավարձերի բարձրացում, որի համար ես առաջին նիստից պայքարել եմ, խոսել եմ եւ ինձ համար այո կարեւոր է, որ աշխատակիցը լինի գնահատված եւ գնահատված լինելու կարեւոր բաղադրիչներից բնականաբար ֆինանսական բաղադրիչն է։ Մասնագիտական մասով ասեմ, որ հանդիսանում եմ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անդամ եւ տեսնելով շատ ավականու կազմից
Այո, որպես ավականու անդամ, այո, հանդիսանում եմ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անդամ եւ զուգահեռ նաեւ աշխատում եմ միասնական սոցիալական ծառայությունում եւ ավելի շատ իմ աշխատանքը ես քաջատեղյակ եմ սոցիալական խնդիրներից եւ դեկտեմբեր ամսին մենք ունեցանք նախարարությունից շրջաբերական սոցիալական օգնությունների մասով, որ այլևս սպառողական մտածելակերպով մեկ անգամյա օգնություններ, որպես այդպեսին չպետք է տրամադրվեն, եւ այս պահին աշխատանքային խումբ ստեղծելու ճանապարհին ենք, մենք փորձում ենք մշակել համայնքային նկատի ունեք համայնքի բյուջեից, միանվագ օգնություններ կարիքավոր քաղաքացիներին ինչ է եղել է սովորական բան, գրեթե բոլոր համայնքներում, դա ուզում եք, որ այլևս տեղի չունենա, ճիշտ հասկացա։ Դա մեր պետական համակարգն է տանում դեպի դրան, երկար տարիներ այս պայքարը, այս խոսակցությունը լավագույն մասնագետների կողմից կար եւ հասանք այն կետին, որ այո, նախարարությունը դեկտեմբեր ամսվանից համայնքին գրություն գրելով ընդհատել է այս գործընթացը եւ համայնքը պետք է ունենա սոցիալական զարգացման ծրագիր, այսինքն այն սպառողական մտածելակերպը, որ մենք ունեցել ենք, որի շնորհիվ տարիներ շարունակ սոցիալական խնդիր որպես այդպիսին փաստացի չի լուծվել, աղքատության նույն ցուցանիշը, նույն խնդիրները, հիմա մենք ընտրել ենք մի ճանապարհ, որով գնալով մենք կունենանք հստակ սոցիալական խնդիրների լուծում։ Բացատրեք, շատ հետաքրքիր է, որովհետև այնուամենայնիվ շատ գրեթե բոլոր համայնքներում մարդիկ շարունակելու են դիմել համայնքապետին, ավականու անդամներին, խմբակցություններին։ Այս մասով դեռ քննարկման փուլում ենք, եթե թույլ կտակ, ես ուղղակի այն պատկերացումը ասեմ, որը որ ես ունեմ։ Հայեցակարգը էլի, ասենք քաղաքացին դիմում է ցես հիմա, գալիս է եւ ասում է դուք մեր ապրելու երկիր խմբակցության ավականու անդամն եք, շատ լավ գիտենք ցես, մեզ օգնեք, որտեվ այս կարիքներ ունենք, ինչ եք ասելու այդ մարդուն։ Այս մասով թույլ տվեք ես այն պատկերացումն ասեմ, որը որ ես ունեմ եւ փորձում եմ իմ աշխատանքային խմբի միջոցով նաեւ դարձնել օրինակ մեր համայնքում համայնքները պետք է քաջատեղյակ լինեն մեր տեղական խնդիրներից, սոցիալական խնդիրներից եւ որպես այդպեսին մեր եւ օրինակ Գավառի տարածաշրջանի խնդիրները իրարից խիստ տարբերվում են, որովհետեւ Գավառի տարածաշրջանում ավելի պահպանողական են, այլ վարքով են ապրում եւ Վանաձոր համայնքում ամեն ինչ ավելի տարբեր է։ Այս առումով օրինակ բերեմ ԱԾԽՄ երեխաների մասով մենք Վանաձորում ունեինք մանկատուն, որը ծառայություն էր մատուցում շուրջ 110 երեխաների, վերակազմակերպման շնորհիվ լուծարվեց մանկատունը եւ այս պահին գիշերային խնամքի ծառայություն Լոռու մարզում տրամադրում է ընդամենը 10 հոգանոց գիշերային խնամքի մի հաստատություն, բայց կարիքը մեր Վանաձորում մնում է, բայց այդ նույն կարիքը չկա Գավառի տարածաշրջանում, որովհետև այնտեղ ավելի պահպանողական են եւ ԱԾԽՄ երեխան ուղակի փողոցում չի մնում, հորաքույրը խնամքով զբաղվում են։ Ահա, սա ուղակի մի փոքր օրինակ։ Համայնքային մասնագետները, միասնական սոցիալական ծառայության մասնագետները քարտեզագրելով մեր տարածաշրջանի խնդիրները պետք է ներկայացնեն համայնքին։ Համայնքը, ինչպես հայտարարում է մրցույթ օրինակ ասֆալտապատման, լուսավորման, պետք է նաև մրցույթ հայտարարի սոցիալական որևէ խնդրի լուծման համար։ Մրցույթին պետք է մասնակցեն ՀԿ-ներ, մասնագետներ, ովքեր ծառայություն մատուցելու փաստացի հնարավորություն ունեն։ Համայնքային բյուջեից նախատեսված X գումարը տրամադրվի եւ այս դեպքում արդեն համայնքային մասնագետները լինեն համագործակցող եւ վերահսկողի դերում։ Հա, բայց բերեք հասկանանք, մոտավորապես եթե չսխալվեմ, 1000 հոգու տարեկան օգնություն է տրամադրվում համայնքի բյուջեից, տարբեր չափերի, մոտավոր 10,000 կամ ինչ։ Այդ բոլոր մարդկանց մինչև օգնությունը տրամադրելը որպես կանոն հանձնաժողովներ ուսումնասիրում են, թե արդյոք արդար է խնդրանքը, թե անարդար է եւ այլն։ Հիմա այդ մարդիկ ինչ են անելու։ Հետաքրքիր մոդել եք առաջարկում, բայց ուղղակի հասկանալ է պետք, թե եւ հետո պետք է խնդրեմ մեկնաբանել էլի նոնային, թե այս մոտեցումը կիսում է արդյոք քաղաքացիական պայմանագիրը, թե ոչ։ Այո։ Իրականում սպառողական մտածելակերպ, այսինքն մեկ անգամյա 30,000 դրամ, օրինակ եմ ասում, կամ համարժեք սնունդ տրամադրելը աղքատության խնդիրը չի վերացնում, կամ այն խնդիրը, որի համար որ բնակիչը դիմել է համայնքապետարան։ Տեղը պետք է առնել, այս մասով մենք պետք է հասկանանք, ենթադրենք, ունենք միայնակ մայրերի խումբ, ովքեր ունեն բալիկներ, ովքեր չեն կարող ընդունվել, ենթադրենք պետական աշխատանքի, չունեն հմտություն, գիտելիք եւ հնարավորություն միգուցե մասնագիտական ուսուցում եւ աշխատանքի տեղավորելու որոշակի աջակցություն եւ այս մասով ենթադրենք 10 միայնակ մոր կարգավիճակի մարդկանց համար արվում է ինչ որ
ուսուցման փաթեթ, որից հետո աշխատանքի տեղավորում, այս 10 ընտանիքը այլևս համայնքապետարան շարունակաբար չի դիմում 30,000 դրամ օգնություն ստանալու համար։ Կամ նպաստառոյի կարգավիճակից ուղղակի դուրս են գալիս ավելի։ Այո, բարձր է։ Իսկ բացառություններ լինելու են, թե այնուամենայնիվ այդ համակարգը եթե ներդրվի, որևէ բացառություն չի լինելու։ Այդուհանդերձ ինչ որ մարդիկ էլի գալու են դիմեն, ասեն, խնդրում ենք մեզ օգնեք, հիվանդանոց եմ գնալու, տեղի փող է պետք, ես իմ հեռուտնից տեղից հրկիզվել է տնակը կամ բնակարանը պիտի այս մասով օժանդակություն տրամադրվի։ Այս մասով սոցիալական ընդհանուր բնագավառում գլոբալ փոփոխություններ են արվում։ Նման ֆորս-մաժորային իրավիճակների համար կա նաև նպաստ համակարգ, նպաստառու լինելով մարդիկ սոցիալական ծառայությունից վերցնում են տեղեկան եւ օրինակ անվճար բուժօգնություն կամ որոշակի զեղչով բուժօգնություն ստանում, բայց քանի որ նաև նպաստ համակարգում է փոփոխություններ արվում եւ պիլոտային ծրագիրը ընդամենը 2 մարզում այս պահին իրականացվում է, լրիվ այլ համակարգով են մարդիկ դրամական աջակցություն ստանում պետությունից, ոչ համայնքից։ Այս մասով ինձ թվում է մենք վերջնական պատկեր կունենանք, երբ որ հունվար ամսվանից Վանաձոր համայնքում Լոռու մարզում նույնպես նպաստ համակարգը հասկանանք, ինչ պետական համակարգ։ Այո, պետական համակարգով եւ արդեն պետական քաղաքականությանը զուգընթաց համայնքային ծառայությունները ավելի հարմարեցված կլինեն։ Հասկացա։ Խնդրեմ։ Միանում եք այդ նախաձեռնությունը։ Շնորհակալություն։ Ես ինքս սոցիալական հանձնաժողովի անդամ եմ եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում տեղի է ունեցել փոփոխություն եւ համայնքները այլևս կանխիկ ուղիղ դրամական աջակցություն տալու իրավունք չեն ունենալու, սակայն մենք կկարողանանք, հիմա մշակվում է հայեցակարգը, քաղաքացիներին աջակցություն տրամադրել այլ ուղղություններով, այսինքն մենք հնարավորություն ենթադրաբար կունենանք կատարել վճարումներ կոմունալ ծախսի գծով, սննդային փաթեթներ ձեռք բերելու համար եւ փողը կանխիկ առանց կանխիկ անձին գումար տալու, հիմա փաթեթը մշակվում է, մենք մեր մարզում ունենք համայնքներ, որոնք արդեն, եթե չեմ սխալվում, ունեն մշակված հաստատված փաթեթ, օրինակ Փամբակ համայնքը, եւ այս տարի ավականին հատկացրել է սոցիալական ոլորտին մոտ 30 միլիոն դրամ։ Երբ որ փաթեթը վերջնական մշակվի, հաստատվի, նաև ստանա մեր լիազոր մարմնի համաձայնությունը, մենք արդեն կսկսենք այդ ուղղություններով քաղաքացիներին տրամադրել աջակցությունները եւ նաև հավելեմ մեկ բան նախաձեռնությունների հետ կապված մեր խմբակցությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցությունը մշտապես կարևորել է արդարության, հավասարության եւ սոցիալական արդարության սկզբունքները եւ վերջին նիստից առաջ մեր համայնքապետարանի գործընկերները առաջարկություն էին ներկայացրել համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար մենք քննարկումների արդյունքում եւ մեր խմբակցության պնդման փորձով մենք կարողացանք համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների աշխատավարձը եւս բարձրացնել, ինչը կարծում եմ, որ շատ կարեւոր քայլ էր, քանզի բոլորի աշխատանքը պետք է լինի գնահատված եւ պետք է, այո, եւ պետք է խրախուսել մարդկանց, որպեսզի իրենք էլ իրենց զգան արժևորված եւ իրենց աշխատանքը ել ավելի լավ եւ ավելի ճանասիրաբար կատարեն, մոտավորապես որևէ 1-2 հաստիքի օրինակ կհիշեք։ Ասենք մանկապարտեզի տնօրենի Միջինից երևի 40-50% բարձր, մոտավորապես։ Կարգի թվեր են։ Այո, մեծ աշխատավարձի մասին չի խոսում։ Վանաձորը շատ համայնքների նման խոշորացվեց, իհարկե պատկերացումն այն էր, որ դա անելու կարիք չկար, բայց թե այնուամենայնիվ 3 գյուղեր միացվեցին Վանաձորին, այդ խոշորացման արդյունք, արդյունավետություն ինչ-որ ազդեցություն զգում եք, նկատում եք, ինչպես է ազդել դա գյուղական բնակավայրերի եւ իհարկե քաղաքի վրա։ Այո, ես կարծում եմ, որ փոքր բնակավայրերը մեծ քաղաքի հետ միանալով բավականին լայն հնարավորություններ են ստանում աշխատանքներ իրականացնելու իրենց համայնքներում, որովհետեւ համայնքային կամ գյուղական փոքրիկ բյուջեները հիմնականում բավարարում էին աշխատակազմի աշխատավարձերը վճարելու համար եւ ոչ արդյունավետ էին, օրինակ Գուգարք համայնքում մենք գոյուղատարերի խնդիր ենք ունեցել շատ երկար ժամանակ, սակայն այս տարի մենք հաստատել ենք ծրագիրը եւ այս տարի նախատեսվում է գոյուղատարերի եւ գոյուղագծերի փոփոխություն
փոխարինում։ Ինչը եթե մնար նախքին ձևով իրենք չէին հնարավոր չէր լինի միանշանակ հատուկ այդ դրամագլուխը ճարեին միտեղից։ Այո, շահել են գյուղական բնակավայրերը սրանից, այս խոշորացումից ճիշտ հասկացա ես, հա։ Ես կարծում եմ, որ միանշանակ շահել են, որովհետև Վանաձոր համայնքի բյուջեն շատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում գյուղական բնակավայրերին այս առումով, քան թե եթե իրենք չմիավորվեին։ Իսկ հակառակ միտքը կա, թե քաղաքը տուժեց դրանից, թե չկա այդպիսի մտայնություն կամ եզրակացություն։ Չեմ կարծում, որ մեր քաղաքը տուժեց, որովհետև այն բնակավայրերը, որոնք որ միացել են քաղաքին, միշտ սերտ կապի մեջ են եղել քաղաքի հետ եւ քաղաքից կենտրոնից եթե հաշվենք, շատ մոտ հեռավորության վրա են։ Կպած են համայնը, հա։ Այո։ Իսկ բանը խոշորացումը բացասական կողմ ունեցավ, թե չունեցավ, թե դեռ չեք զգում կամ ուսումնասիրել եք կուսակցությունների ներսում խմբակցություններում քննարկել եք, վերջը շփվում եք մարդկանց հետ, կա բացասական նշանակություն, թե ավելի շատ դրական է եղել խոշորացման հետևանքը կամ արդյունքը։ Իմ դիտարկմամբ խոշորացումը դրական երևույթ է եւ բյուջեի Վանաձորի եւ բանի հետ կապված է, որտեղ տարբեր համայնքներ կան դժգոհություններ հայտնում են, էլի, կոնկրետ Վանաձորի հետ կապված ինձ թվում է ճիշտ որոշում է եւ բյուջեի օպտիմալացման առումով եւ աշխատակազմերի օպտիմալացման առումով, արդյունավետ միջոցների արդյունավետ կառավարման տեսանկյունից ես կարծում եմ, որ խոշորացված այն համայնքները, այն բնակավայրերը, որոնք որ միացել են համայնքին, բնականաբար շահել են եւ մեր համայնքն էլ ընդլայնվել է, բնական երևույթ է, քաղաքները ընդլայնվում են, մեծանում են եւ իրենց մեջ են ներառում այլ բնակավայրեր։ Ես դա դիտարկում եմ եւ համարում եմ որպես դրական երևույթ։ Տիկին Հովսեփյան։ Այստեղ այո, բնակիչների սուբյեկտիվ ընկալման մենք խնդիր ունենք։ Բնակիչներ կան, որ ուղղակի կենցաղավարումը իրենց այնպես է կազմակերպված, որ հնարավոր է տարիներ շարունակ Վանաձորի կենտրոնական հատված այցելելու խնդիր կամ պատճառ չունենան, բայց հիմա փաստաթղթաշրջանառության կազմակերպման մասով, տարատեսակ խնդիրների մասով ստիպված են լինում երբեմն որպես համայնքապետարան գալ Վանաձորի արդեն իսկ Վանաձորի կենտրոնում գտնվող համայնքապետարան։ Զուտ այս մասով կան բնակիչների խումբ, ովքեր օրինակ նպաստառու են, ովքեր օգտվում են տարբեր պետական ծառայություններից եւ պարտադրաբար պետք է այցելեն եւ զուտ ֆիզիկական տարածության առումով, այո, ինչպես նշեց գործընկերս, հեռավորությունը շատ չէ, այլ համայնքներում ֆիզիկական տարածությունը խոշորացումից հետո ավելի շատ է, բայց ավելի է բարդացրել բնակիչների կյանքի բնականon ընթացքը։ Դուք որպես հավաքանու անդամներ այդ գյուղական բնակավայրեր այցելելու ավանդույթ ձևավորել եք գրաֆիկ, ժամանակացույց, ասենք երամսյակը մեկ անգամ գնալ այնտեղ խմբակցությունով հանդիպել մարդկանց հետ, թե դեռ ոչ, նման բան դեռ ավանդույթի կերպարանք չի ստացել։ Անկեղծ ասած, հանդիպումները ավելի շատ լինում են ըստ անհրաժեշտության, այո, այցեր զանգեր, խնդիրների համար դիմել, արտառոց իրավիճակ, բայց նաև դրան զուգընթաց աշխատանքային հանդիպումներ, այո, եւ հենց Վանաձորի տարբեր թաղամասերում եւ արդեն հարակից գյուղական բնակավայրերը, որոնք Վանաձոր խոշորացված համայնքի մի մասն են, այցեր լինում են եւ բնակիչների հետ կապը կա, այստեղ յուրաքանչյուր խմբակցություն ունի իր աշխատասենյակը, նաեւ գիտեն մեր բնակիչները դրա մասին, գործավարներ ունեք, այո, քաղաքացիական պայմանագիրը փորձագետել պիտի որ ունենա, այո, ապրելու երկիր խմբակցությունը նույնպես ունի, փորձագետել ունեք, փորձագետ ոչ, գործավար, հա, գործավար պիտի բոլորը ունենան, այո, եւ հեռախոսահամարներով հասանելի են եւ այնպես է ստացվել, որ գրեթե բոլոր ավականու անդամները նաեւ որոշակի ոլորտներում ունեն որոշակի ճանաչողություն եւ բնակիչները ճանաչելով տարատեսակ հարցերով դիմում են, այսինքն հասանելիության խնդիր չկա, օրինակ դարպաս համայնքի բնակչի համար, թե Վանաձորի հենց կենտրոնում բնակվող բնակչի համար։ Գիտեք, որ օրենքով նախատեսված է ավականու անդամին որպես այդպիսին կատարած ծախսերի փոխհատուցման մեխանիզմ, Վանաձորում ինչ պրակտիկա կա սրա հետ կապված, շատ համայնքներում սա չի գործում, որպես հավաքանու անդամ դուք ինչ-որ ծախսեր անում եք այնուամենայնիվ, առնվազն գոնե տրանսպորտային ծախսեր եք անում, այցելել այս կամ այն թաղամաս, այս կամ այն բնակավայր գործում է Վանաձորում սա, թե դեռ ոչ։ Պատասխանը,
հենց առաջին արտահերտ նիստը, երկրորդ արտահերտ նիստի ժամանակ օրակարգում կար այդ կետը ավականիների ծախսերի փոխհատուցման համար գումարի տրամադրում, մեր ավականին հաստատեց ամսական 15,000 դրամ յուրաքանչյուր ավականու անդամին, եթե իհարկե ավականին դիմում է գրում ծախսեր է ներկայացնում։ Այսինքն պիտի ծախսային ապացույցները հետը բերի։ Ապացույցներ ոչ այդպիսին, բայց ինչի՞ դրամար ՀԴՄ կտրոնն է, ես ինչ որ ցանկալի է, այո, բայց հնարավոր է նաև ապացույց չներկայացնել, ընդամենը 15,000 դրամ ծախսերի փոխհատուցում։ Ծախսեր կան, որոնք հնարավոր չէ ներկայացնել, եթե ենթադրենք երթուղայինով ես այս եմ կատարում, հասկանալի, իհարկե, մեր իրականության մեջ դա միշտ չէ որ հնարավոր է։ Իսկ այդ դիմումի հետ նկարագրվում է, թե ինքը ինչ գործ է արել, որի համար ստիպված է եղել ծախսել։ Թե դա չկա գրած։ Օրինակ այցելել եմ Շահումյան, այցելել եմ Դարպաս եւ այլն։ Ոչ, պարտադիր պայման չէ, բայց ես նշեմ, որ օրակարգի այս կետին ես դեմ եմ քվեարկել եւ հենց այս նիստի ժամանակ ես խոսեցի աշխատավարձերի բարձրացման մասին, քանի որ եթե զուգահեռներ տանենք օրինակ Փամբակ խոշորացված համայնքի հետ, մեր հանրային ծառայողների եւ մեր հողակների աշխատակիցների աշխատավարձերը անհամեմատ ցածր էին։ Եվ ես խոսեցի այն մասին, որ շատ ավելի կարևոր է հենց աշխատակցի աշխատավարձը ավելի իրեն գնահատված կա, քան ավականին 15,000 դրամ ծախսերի գումարը, այդպես բնականաբար դա ծախսերը չի ծածկում։ Միտես ճիշտ հասկացա, հիմա բոլորը կանոնավոր կերպով դիմում են համայնքապետին, ամուսական, մարդկա չի դիմում, հա? Այսինքն դա խմբակցություններով, եթե նույն խմբակցության մեջ մարդիկ կան, որոնք դիմում են, մարդիկ կան, որոնք չեն դիմում, ինչ պրակտիկա կա, եթե տեղյակ եք, էլի։ Երևի ֆինանսական բաժինը ճիշտ կպատասխանի, բայց կարծում եմ յուրաքանչյուր ավականի իր ծախսերի համար է պատասխանատվություն կրում, էլի։ Ավելացնելու բանում եք։ Ինչ վերաբերում է բնակավայրեր այցելություններին, մեր խմբակցությունը կամ թաղամասեր, մեծ քաղաք է, ընձերից ընձերը 16-17 կիլոմետր է, էլի։ Նախ անցած շաբաթ մեր խմբակցությունը իրականացրել է բակայցեր Վանաձոր համայնքի մի շարք բակերում եւ մենք մտադիր ենք շարունակել, հանդիպել ենք բնակիչների հետ, արձանագրել ենք խնդիրները հիմա քննարկվում են, մենք տեսնում ենք թե ինչ ուղիներով կարող ենք լուծում տալ մարդկանց խնդիրներին եւ ինչ խողովակներ, ինչ լծակներ ունենք նրանց աջակցություն ցույց տալու համար։ Մեր խմբակցությունը այցեր է իրականացնում նաև բնակավայրեր, նշեմ մեկ օրինակ, մի քանի ամիս առաջ մարզպետի հետ միասին մենք շրջայցեր կատարեցինք շինհրապարակներ, որին մասնակցում էր նաև համայնքապետի պաշտոնակատարը, մենք այցելեցինք նաև Գուգարք համայնք, տեղում կազմակերպեցինք ընդլայնված հանդիպում բնակավայրի բնակիչների հետ, լսեցինք իրենց խնդիրները եւ պետք է նշեմ, որ հենց կոյուղատարերի հարցը բարձրացվեց այդ մեծ ընդլայնված քննարկման ժամանակ։ Տարբեր աղիթներով եւս մենք փորձում ենք մեր կապը բնակավայրերի եւ վարչական ղեկավարների եւ բնակիչների հետ պահել։ Հասկացա։ Ինձ լուրեր են հասնում ավականու արտահերտ ընտրությունների մասին։ Կարող է նման բան լինել, դուք լսել եք, տեղյակ եք, թե տեղյակ չեք։ Ծիտի գցես, որևէ բան չի ասել, թե լսել եք նման բաներ, խոսակցություններ։ Ինձ արդեն մի քանի ամիս է, պատահական չեմ ասում, էլի, որ չսպասեն մինչև հերթական ընտրությունները, արտահերտ լինի եւ այլ։ Կամ կուզեք մի քիչ ետ գնանք, հա, ավականու նիստերին, ավականու մի քանի խմբակցություններ ակտիվ եւ կանոնավոր մասնակցում են, մի խմբակցություն Մամիկոն Ասլանյանը, ինչքան հասկացանք, խմբակցությունը չի մասնակցում, пассив է։ Մասնակցողները քվորում են ապահովում։ Եթե քվորում են ապահովում, ինչու համայնքապետ ընտրելու հարց մեջտեղ չի գալիս։ Այս տեսակ հարցեր կան եւ ակնհայտ է, որ անկախ պաշտոնակատարի գործունեության որակից ճիշտ կլինի, որ պաշտոնակատարով չկառավարվի համայնքը եւ լինի համայնքապետի ընտրություն։ Ձեր մոտեցումները այս հարցերին ինչպիսին է։ Համայնքապետ ընտրելու մասով կա օբյեկտիվ պատճառ, որ համայնքապետ չի ընտրվում, ընտրությունների արդյունքները ինչպես գիտեք բողոքարկվել են եւ այո, արտահերտ ներեցեք եւ հերթական առաջին նիստի վրա դրված է արգելանք, ուստի համայնքապետ ընտրելու հնարավորություն չկա։ Մենք հերթական այո, մինչեւ հիմա արգելանքը կա, ուստի մենք արտահերտ նիստերի միջոցով ենք կայացնում որոշումներ։ Եվ
բացակայությունը որևէ կերպ բացատրվում է, ձեր գործընկերներն են վերջապես, էլի զրուցում եք, շփվում եք, հասկանում եք ինչն է պատճառը, ինչու չեն մասնակցում։ Ես կարող եմ մեր արտահերթ հասկացանք, բայց քաղաքի ճակատագիրն է որոշվում, խնդիրներ են, որոնք պիտի լուծվեն։ Ես կարող եմ մեր խմբակցության տեսակետը ներկայացնել, մեր խմբակցությունը մշտապես համայնքի շահը ավելի վեր է դասել մնացյալ այլ շահերից եւ մենք մշտապես մասնակցել ենք նիստերին, ապահովել ենք քվորում եւ փորձել ենք այնպես անել, որ Վանաձոր համայնքում նախատեսված ծրագրերը իրականացվեն եւ պսակվեն հաջողությամբ։ Դա մեր խմբակցության մոտեցումն է, իմ մեկնաբանությունը միայն մեր մոտեցման մասով կարող է լինել։ Տիկին Հովսեփյան։ Այո, ես իմ մասով պատասխանեմ, ես նույնպես մանդատ վերցնելու օրից մասնակցել եմ ավականու նիստերին, քանի որ իմ ընտրողները ինձ այն են տվել, որպեսզի ես իրենց խոսքը, իրենց խնդիրները լսելի դարձնեմ, որպեսզի կարողանամ իմ լիազորությունների շրջանակներում, եթե հնարավոր է, որոշակի խնդիրներ լուծել։ Բացակա լինելով խնդիրները չեն լուծվում, եթե կա տեսակետ, դա նորից եմ ասում, իմ պատկերացումն է, լավ է տեսակետը ներկայացնել տեղում, լավ է որոշումների կայացման վրա ունենալ օբյեկտիվ ազդեցություն։ Ես ինչքան հասկացա 4 խմբակցություններով 19 հոգի, 18 հոգի, ավելի ճիշտ, հա, այն խումբն է, որը մասնակցում է նիստերին, քվորում է ապահովվում եւ որոշումներ են կայացվում։ Ճիշտ հասկացա, հա? 17։ Շատ լավ, շնորհակալություն։ Եվ վերջում պիտի խնդրեմ, դե այս 3-4 տարի փաստորեն ավականու անդամներ եք արդեն, Վանաձորի թիվ 3 կարևորագույն խնդիրները որոնք են ասես ձեր կարծիքով գլխավոր 3 խնդիրներ ոսկե ծգնիկը եկել է հարցնում է 3 ցանկություն հայտնեք Ես Վանաձոր համայնքում կառանձնացնեմ մի քանի խնդիր, առաջինը դա ենթակառուցվածքների բարելավման խնդիրն է, որի ուղղությամբ մենք հետևողական աշխատանք ենք իրականացնում, հատկապես ճանապարհներ, հա, թաղային նշանակության ճանապարհներ, բակեր, հրապարակներ, այգիներ, մենք այդ ուղղությամբ հետևողական աշխատանք ենք տանում եւ շնորհակալություն նաեւ կառավարությանը, որ մեզ այդ հարցում աջակցում է սուբվենցիոն ծրագրերով, այո, ինչպես նաեւ կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ են տեղի ունենում շինարարական աշխատանքներ։ Հաջորդը մեր տրանսպորտային ցանցի բարելավման խնդիրն է, որի ուղղությամբ եւս մենք իրականացնում ենք աշխատանքներ։ Ինչի նկատի ունեք տրանսպորտ փոխադրամիջոցներ։ Մենք նախատեսում ենք ձեռք բերել ավելի հարմարավետ մեծ ավտոբուսներ եւ աստիճանաբար նպատակ ունենք արդիականացնել մեր քաղաքի տրանսպորտային ցանցը եւ երրորդ խնդիրը մեր աղբահանության խնդիրն է, որի ուղղությամբ եւս աշխատանքներ կատարվում են։ Մենք փորձում ենք ստեղծել համայնքային այնպիսի հոակ, որը որ կարողանա իր ուժերով ամբողջ ծավալով սպասարկել քաղաքը։ Իսկ հիմա աղբահանությունը ինչ մեխանիզմով է արվում, չկա նման հոակ կամ համայնքային որևէ կոմունալ ծառայություն։ Այո, իհարկե կա։ Դուք առանձին հոակ ստեղծելու մասին եք ասում, թե մեկ այլ լուծման մասին է խոսքը։ Մենք ունենք հոակ, սակայն կան հատվածներ, որոնք որ սպասարկվում են մասնավորի կողմից։ Այսինքն համայնքապետարանը պատվիրում է ծառայությունը, իրենք հավաքում են եւ վճար են ստանում դրա։ Այսինքն հոակը, որը կա, առայժմ ամբողջ քաղաքը չի սպասարկում։ Գյումրիում էլ մի ժամանակ 4 կազմակերպություններ էին անում, հիմա 1 կոմունալ տնտեսությունն է դա կառավարում։ Այո, մենք եւս այդ ճանապարհով ենք գնում, հիմնական մասը սպասարկում է եւ շատ շուտով ամբողջությամբ մենք կկարողանանք մեր տեխնիկական միջոցներով իրականացնել աղբահանությունը։ Խնդրեմ ձեր կարծիքով 3 կարևոր խնդիրները, եթե նույնը չեն։ Նույնը չեն, ես նորից խոսեմ իմ մասնագիտական տեսանկյունից, կարևոր եմ համարում համայնքային սոցիալական ծառայությունների ճիշտ ներդրումը, կարևոր եմ համարում համայնքներում բազմամասնագիտական խմբերի առկայությունը, շաբաթական կայանում է մեկ խնամակալության եւ հոգաբարձության նիստ եւ որպես կանոն մասնագետները լսում են 4-5 ամուսնալուծության դեպքեր, երեխաների բնակության վայրի մասին որոշում է կայացվում, որդեգրումներ, խնամատար ընտանիքներ եւ այս մասով մեր ոչ միայն մեր առհասարակ համայնքները շատ կաղում են բազմամասնագիտական թիմերի պակասից, այո, մեր խնամակալության եւ հոգաբարձության մարմինը լավագույններից է Հայաստանի Հանրապետությունում իր մասնագիտական
թիմով, իր օբյեկտիվ որոշումների կայացումով, բայց մենք ունենում ենք խնդիրներ, որոնք կարող են գերխնդիր չդառնալ, եթե ժամանակին մասնագիտական ծառայություններ մատուցվեն։ Դուք սա համարում եք Վանաձորի ամենակարևոր խնդիրը, թե ուղղակի երեակի միջից քանի որ իմ գործընկերը նշեց եւ տրանսպորտ եւ աղբյուրություն եւ մենք այսօր ունենք թափառող կենդանիների խնդիր, մենք ունենք լուսավորության խնդիր, ես ուղղակի խոսեցի մասնագիտական տեսանկյունից։ Եվ համաձայն եք ենթակառուցվածքներ, ուրեմն հասարակական տրանսպորտ, աղբահանություն, ինչ կավելացել, թափառող շատ են թափառում, այո, գերխնդիր է։ Վնաս տալիս են։ Այո, ցավոք ստերջացման ծրագիր ունեք, ինչ որ, հա, վճարում են, անում են, նորմալ են անում, թե լավ, իսկ տրանսպորտի հետ կապված ձեզ մոտ մինչև ժամը քանիսն է այդ հասարակական տրանսպորտը գործում։ Քանի որ դեռ, ինչպես նշեց գործընկերս, առայժմ ՀՕԱԿ-ը չի սպասարկում, ավտոբուս ՀՕԱԿ, մենք վերջին ավականունիստին որոշում կայացվեց, առայժմ մասնավոր պատվեր կատարողներ են, այո, սպասարկում, այս մասով թաղամասեր կան, որ ժամը 7-ին վերջին տրանսպորտն է, թաղամասեր կան, կենտրոնում 9-10 երևի։ Մինչև 9-10-ը ունենում է բախտավոր ժողովուրդ։ Հասկացա։ Եթե ինչ-որ կարևոր բան ունեք ավելացնելու, խնդրում եմ ասեք եւ ավարտենք։ Կար ինչ-որ պատրաստ եք արտահերթ ընտրությունների, թե դեռ ոչ, թե մտքերով չի անցել, չեք քննարկել, թե չեք ուզում ասել։ Որպես վերջին խոսք, պարոն Բաղսեղյան, շատ շնորհակալություն ելի ընձեռնված հնարավորության համար, քանի որ մեր հարցազրույցի հիմնական թեման կանանց ներգրավվածություններ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների մեջ, ես կցանկանամ առանձնակի շեշտել մեր կին ավականների դերակատարումը ավականու գործունեության մեջ եւ կցանկանամ նաեւ առանձնացնել մեր խմբակցության կին ավականների գործունեությունը։ Քանի հոգի են? 9 հոգուց 4-ը կանայք են։ Այո, 9 հոգուց 4-ը կանայք են եւ կին ավականները մշտապես աչքի են ընկել իրենց նախաձեռնողականությամբ, ակտիվությամբ եւ ես կարծում եմ, որ գենդերային քվոտայի ներդրումը շատ դրական քայլ է եղել եւ հնարավորություն է տվել բազմաթիվ կանանց իրենց պոտենցիալը օգտագործել, զարգացնել եւ հարթակ է ստեղծել, որի վրա քայլանելով կանայք կկարողանան հետագա իրենց քաղաքական ուղին հարթել։ Տղամարդիկը ովքեր պաշտպանելու պնդել ենք այդ քվոտան, ճիշտ ասած մեզ ենք պաշտպանել, որ 70%-ից ավելի կանայք չլինեն ավական կազմ։ Գոնե 30%-ը տղամարդիկ են։ Քվոտայի մեջ նշվում է այլ սեռի ներկայացուցիչ։ Այո, կինո տղամարդ չի նշած այդտեղ։ Չի կարող նշվել, այո։ Եվ ես հուսով եմ, որ հետագայում մենք կկարողանանք այդ 30%-ի շեմը հաղթահարել եւ հուսով եմ, որ կանանց ներգրավվածությունը հետագայում կհասնի 40, 50, 60 եւ ավելի տոկոսների։ Գյումրու ավականու վերջին ընտրությունների ժամանակ մի քանի քաղաքական ուժերի ցուցակներում 40 մինչև 50% կանայք էին, այսինքն ենթադրվում էր, թե պիտի զորով շարով 30 անեն, կային այդպիսի քաղաքական ուժերի իհարկե, բայց մի քանի քաղաքական ուժերի դեպքում իսկապես 40-50%-անոց ներկայացվածություն կար։ Խնդրեմ։ Նախ շնորհակալություն պարոն Բարսեղյան ընձեռված հնարավորության համար։ Կարևորում եմ կանանց ներգրավվածությունը եւ քաղաքականության մեջ եւ հասարակական ակտիվության դրսեւորումն եմ կարևորում եւ մասնագիտական գործունեության եւ ինձ համար շատ ուրախալի է այն փաստը, որ հենց Վանաձոր համայնքում մենք կանանց ներգրավվածության խնդիր չունենք, ի սկզբանե ցուցակներ կազմելուց եւ ունեցել ենք ակտիվ գործընկերներ եւ հետագայում մեր ակտիվ գործընկերները լավագույնս իրենց պոտենցիալը դրսեւորել են եւ ստացել են համապատասխան գնահատական։ Շնորհակալություն եւ մեր համայնքապետարանի ամբողջ կոլեկտիվին, շնորհակալություն եւ իմ գոլեգա խմբակցության անդամներին, ում հետ աշխատանքում ես միայն դրական, հուզական եւ աշխատանքային դաշտ եմ ստանում։ Շատ շնորհակալություն, սիրելի ժողովուրդ, թույլ տվեք եզրափակել մեր այս հաղորդումը, այս հաղորդաշարի հերթական թողարկումը, որով մենք փորձում ենք ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի տարբեր համայնքներում ավականու կին անդամների գործունեությունը այն ակնկալիքով, որ ժամանակի ընթացքում տարեստարի կանայք աղջիկները ավելի շատ կներգրավվեն տեղական ինքնակառավարման մեջ որպես որոշում կայացնողներ, թե չէ աշխատակազմերի մեջ կեսից ավելին որպես կանոն կանայք են։ Մեր ուշք ու միտքը այս իմաստով համայնքային խնդիրների տեղական ինքնակառավարման հարցերում որոշում կայացնող կանանց
ներգրավումն է հնարավորինս արդյունավետ կերպով եւ այսօրվա իմ զրուցակիցներն էին Վանաձոր համայնքի ավականուկին անդամները Նոնան Հովանեսյան եւ Լիլիթա Հովսեփյան, ուրեմն ապրելու երկիր եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցություններից։ Խնդրում եմ լայքել հաղորդումը, բաժանորդագրվել ալիքը եւ տարածել, որպեսզի հնարավորինս շատ մարդու այն հասանելի դառնա։ Շատ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար եւ մեզ հյուրընկալելու համար այստեղ։ Ես շնորհակալ եմ։